Ողջույն հարգելի հայրենակիցներ, այսօր բարևի եթերը յուրահատուկ է, Հայ-Այդին և մեր սիրելի Նունե Ավետիսյանը հաճույքով եթեր տրամադրել են մեզ հայ նկարիչների կենտրոնին, որի համար շատ շնորհակալ եմ։ Ես Սահակ Սահակյանն եմ, հայ նկարիչների կենտրոնի ներկայացուցիչը Ամերիկայում։ Այսօր խոսելու ենք արվեստից և հատկապես գեղանկարչությունից։ Այսօր մեր հյուրն է վաստակավոր նկարիչ, ակադեմիկոս, հայ նկարիչների կենտրոնի նախագահ մայստրո Խաչիկ Աբրահամյանը։ Ողջույն մայստրո։ Բարի գալուստ, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, լավ, փառք Աստծո։ Ուրախ եմ ձեզ տեսնել կրկին Ամերիկայի Միացյալ Նահանգներում, մայստրո։ Ուզում եմ մի փոքր խոսենք մարտի 8-ին եւ 9-ին կայացած ձեր ցուցահանդեսի մասին, որը կայացավ ի կազմակերպում են Հայ-Այդի բարեգործական միության Գլենդելի հայ տարեցների կենտրոնում։ Խնդրեմ։ Սիրով, ուրեմն ամենահետաքրքիր ցուցահանդեսի օրը, որ համընկավ կանանց տոնին մարտի 8-ին, պետք է ասեմ, որ ամսի 8-ին 9-ին կայացած այդ ցուցահանդեսը հետաքրքիր էր եւ բավականի արվեստասեր մեր հայ ժողովուրդը ներկա գտնվեցին այդ ցուցահանդեսին, որտեղ որ ներկայացված էր շուրջ 50-ի չափով գեղանկարչական կոմպոզիցիոն եւ պետք է ասեմ աբստրակտ նկարություններ եւ կար բնանկարներ։ Եվ կարծում եմ, որ ովքեր ներկա գտնվեցին, իրենց համար դա նորություն էր, որտեղ ամեն մի ցուցահանդես իր հետ բերում է իր հետաքրքիր, այսինքն մոտեցումը նույնություն չկա, որտեղ ամեն անգամ տարբեր են աշխատանքները։ Եվ կարծում եմ հաջողված ցուցահանդես էր, որի համար խորին շնորհակալություն եմ հայտնում։ Քանի որ մենք միասին ենք կազմակերպում ցուցահանդեսները, մայստրո, գիտեմ, որ ունենք կայանալիք ցուցահանդես մարտի 26-ին եւ 27-ին Լոս Անջելեսի Իրանահայ միությունում։ Խնդրեմ դրա մասին մի փոքր։ Առաջինը իմ խորին շնորհակալությունը պետք է հայտնեմ Իրանահայ միությանը, պարոն Թոմին, որ ուզեցան սատար կանգնեն այդ ցուցահանդեսի համար եւ մեր բոլոր բարեկամներին, ընկերներին, որոնք որ այդ ցուցահանդեսի համար ջանք չխնայեցին, որպեսզի այդ ցուցահանդեսը կայանա, խորին իմ շնորհակալությունն եմ հայտնում եւ պետք է ասեմ, որ այդ ցուցահանդեսին ել ավել աշխատանքներ կլինի, երևի մի 60-ից ավել աշխատանքներ, որոնք կցուցադրվեն այդ օրը, ուրեմն ամսի 26-27-ին ժամը 19:00 այո Իրանահայ միություն միություն այո եւ կարծում եմ արդեն բոլորս միասին սիրով գրավիրենք արվեստասեր հասարակությանը, որպեսզի ներկա գտնվեն այդ օրը։ Ունենանք լավ երեկո, այո։ Մայստրո, գիտեմ, որ բազմիցս ունեցել եք ցուցահանդեսներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիշում եք առաջին անգամ որ թվականին եւ որտեղ եք ցուցադրվել։ Հա, իհարկե։ Պետք է ասեմ, որ առաջի այդ ցուցահանդեսը, որ տեղի ունեցավ, դա 1994 թվականն էր, ցուցահանդեսը տեղի ունեցավ Վաշինգտոնում, գալերիան, որը որ կոչվում էր Գալերիա 34, եւ շատ բավականի հետաքրքիր ցուցահանդես էր, շուրջ 1 ամիս տևեց այդ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին ներկայացված էր մոտավորապես 80-ից ավել աշխատանքներ, որտեղ որ մենք մասնակցություն բերեցինք խմբակային էր ցուցահանդեսը 3 հոգով, ուրեմն իմ աշխատանքներն էր, Բադալյան Գագիկի եւ Դերմենջան Արմենի աշխատանքներն էր։ Եվ սիրով ներկայացրեցինք այդ առաջի ցուցահանդեսը Վաշինգտոնում, իսկ երկրորդ ցուցահանդեսը Ռիչմոնդում էր, որ էլի կազմակերպեց ամերիկացիների կողմից, նույնպես այդ ցուցահանդեսը տևեց 3 շաբաթ, 21 օր, եւ ինչ խոսք բոլորից նորից շնորհակալություն, անցել է 30 տարի, բայց ամեն ինչը մեր հիշողության մեջ է եւ այդ տարի 94-ին ունեցանք Լոս Անջելեսում 2 ցուցահանդես, այսինքն 94-ին 4 ցուցահանդես են կարել մեր այցով։ Մայստրո, գիտեմ, որ կազմակերպել եք 450-ից ավելի ցուցահանդես աշխարհում։
Խնդրեմ մի փոքր պատմեք, որ երկրներում եք կազմակերպել ցուցահանդեսներ եւ արդյոք կան հիշարժան դեպքեր կայացած ցուցահանդեսներից։ Սիրով, ուրեմն ցուցահանդեսներ կազմակերպել են աշխարհի տարբեր երկրներում։ Նո բնականա դա սկսվել է մեր հայրենիքից, Հայաստան աշխարհից, տարբեր քաղաքներում, որ ունեցել ենք ցուցահանդեսներ, նրանից հետո արդեն պետք է ասեմ ցուցահանդեսներ Եվրոպայի տարբեր երկրներում, ինչպես ասեցինք, Ամերիկա, Կանադա, Չինաստան, Ճապոնիա, Կորեա, հա, եւ արևելք ասելով Արաբական Միացյալ Էմիրություն, Քուվեյթ, Լիբանան, Սուրիա եւ աֆրիկյան, այսինքն երկրներ, ինչպես Եգիպտոս, մի խոսքով բավականին է 450 ցուցահանդեսը դա այդ տարիների մոտ 35 տարվա մեր ստեղծագործական, այսինքն կյանքն է, որտեղ մասնակից են եղել շուրջ 400 ավել արվեստագետներ, հայ նկարիչներ աշխարհի տարբեր երկրներում, որոնք որ ապրում, ստեղծագործում են, սկսված Արգենտինա, Բրազիլիա, թե Չիլի, թե կանք Ամերիկայով, Կանադայով, եվրոպական երկրներ եւ արևելք ունենք մենք 400 ավել նկարիչներ, այնպես որ մենք կարողացել ենք այդ տարիներին ունենալ, այսինքն ցուցահանդեսներ միջազգային եւ լավագույն թանգարաններում, հա, ցուցահանդեսները եղել են բազմիցս, օրինակ ինչպես Իտալիայում շուրջ 92 թվականից եթե մենք հաշվում ենք մինչև այսօր մոտ 40-ից ավել ցուցահանդես միայն Իտալիայում է կազմակերպվել, նույն ձևով Ֆրանսիա, Շվեյցարիա, ասենք սկանդինավյան երկրներ ոնց որ Նորվեգիա, Ֆինլանդիա, Շվեդիա, մի խոսքով բոլոր երկրներում էլ ունեցել ենք ոչ մի անգամ, այսինքն տարբեր ժամանակներում, տարբեր առիթներով ունեցել ենք այդ ցուցահանդեսները։ Հիշարժան ցուցահանդեսներից պետք է հիմա մի փոքր, այսինքն պատմեմ 19 թվականի Իտալիայի ցուցահանդեսից, որը որ կայացավ Նեապոլ քաղաքի Կաստել դե Լովո թանգարանում, որտեղ մասնակից էին 45 երկրի 175 արվեստագետներ, գրեթե 100-ից ավել արվեստագետներ ներկա գտնվեցին, մյուսները որ ովքեր չկարողացան չէին եկել, բայց իրենց աշխատանքները ցուցադրվեցին։ Պետք է ասեմ, որ հետաքրքիր էր եւ հիշարժան էր ինչ է, որ նկարչուհիներ կային, որ 95 տարեկան էին, որոնք որ Բրազիլիայից, Արգենտինայից հասել էին Իտալիա եւ մեր բոլորի հետ միասին, այսինքն դա միայն ցուցահանդես չէր, կարելի ասել, որ մեծ տոնակատարություն էր այդքան նկարիչներ միասին ցուցադրվել եւ լավագույն թանգարաններից մեկում, կարծում եմ դա բավականին մեծ ուժով գործ էր, որը որ արվեց Փառք Աստծո, որտեվ նո այդպիսի բնականացուցահանդես մենք ունեցել էինք, ուրեմն դա 19 թվականի մասին էր, 2010-ին էլ ունեցանք, այդ ժամանակ 27, բայց հայ նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից, այսինքն Ամերիկա, Կանադա, Իտալիա, Ֆրանսիա, Հայաստան, Չեխիա, Լեհաստան, մի խոսքով պատկերացրեք, դա էլ հետաքրքիր էր նույն ձևով միջազգային եւ շատ ունեցել ենք աշխարհի, ինչպես ես ասեցի, երկրներում բավականի մեծ ուժով այդ թանգարաններում ներկայացրել ենք մեր հայ կերպարվեստը եւ մշակույթը, ինչպես է, որ եթե դու կարողանում ես տվյալ երկրում ներկայացնել այն մշակույթը, որը որ հազարամյակներ մենք կարողացել ենք աշխարհին հրամցնենք, մեր պարտականությունն, այսինքն ասո արչև եւ մեր ազգի, մեր երկրի արչև, որպեսզի մեր մշակույթը մենք ներկայացնենք համայն մարդկությանը։
Մայստրո, իսկ որ թվականին հիմնեցիք հայ նկարիչների կենտրոնը։ Այ նկարիչների կենտրոնը 1990 թվականին է ստեղծվել Հայաստանում։ Պետք է ասեմ, որ շուրջ 100 երկրներում մենք ունենք ներկայացուցիչներ, հարգելի ժողովուրդ, որոնց մեջ եւ այստեղ իմ լավ ընկեր, եղբայր, բարեկամ Սահակ Սահակյանը, որը որ ամբողջ Ամերիկայի տարածքում որպես մեր հայ նկարիչների կենտրոնի ներկայացուցիչն է, պետք է երկու բառով ասեմ, որ մեր Սահակի հետ մենք կազմակերպել ենք աշխարհում շատ ցուցահանդեսներ եւ այսօրվա այդ երկու ցուցահանդեսների հիմքը էլի միասին ենք կազմակերպել ու պիտի կազմակերպենք։ Դեռ շատ գանելիքներ ունենք, մայստրո։ Մայստրո, գիտեմ, որ այժմ Չինաստանում ընթացիկ ցուցահանդես կա, որին մասնակցում եք դուք, կուզեմ մի քանի բառով խոսենք դրա մասին, ներկայացնեք, որ քաղաքում է։ Սիրով։ Ուրեմն Չինաստանում մենք ունեցել ենք շուրջ 20-ից ավել ցուցահանդեսներ, այսօրվա այդ ցուցահանդեսը Գուանջո քաղաքում է եւ իրենց թանգարաններից լավագույն թանգարաններից մեկում, պետք է ասեմ, որ 35 հայ նկարիչներ են ցուցադրվում աշխարհի տարբեր երկրներից եւ մինչեւ մարտի վերջ, քանի որ փետրվար-մարտ ամիսներն է երկու ամսով են այդ թանգարանում այդ ցուցահանդեսը կազմակերպել, խորին շնորհակալություն եմ հայտնում չինացի բարեկամներին եւ մեր հայ նկարիչների կենտրոնի ներկայացուցիչները Չինաստանում, որոնք ջանք չեն խնայել այդ 20 ցուցահանդեսները, որ կազմակերպվել է, այսինքն բավականին մեծ ցուցահանդեսներ, այդ 20-ից երևի մի 4-5-ն է, որ միայն հայ նկարիչներ են մասնակցել, մյուս ցուցահանդեսները նույնպես միջազգային ցուցահանդեսներ ա եղել, որտեղ 30-ից 35 երկրներ են մասնակցել եւ փառքաստո, որ այդ ցուցահանդեսներին մենք կարողացել ենք ներկայացնել հայ մշակույթը, հայ կերպարվեստը Չինաստանում եւ սիրով նորից պետքա ունենք ծրագրեր, նորից շարունակություն ունենա։ Շատ բարի։ Վարպետ, կուզեմ խոսենք նաեւ առաջիկա ծրագրերի մասին, ինչ ծրագրեր ունեք։ Հա, սիրով, ինչու՞ չէ։ Ուրեմն ասեմ ձեզ Ամերիկայից վերադառնալուց հետո ունենք ցուցահանդեսների շարք, առաջի ցուցահանդեսը կարծում եմ, որ դա կլինի ապրիլի վերջին, դա Նորվեգիայում, որը որ հիմա արդեն բանակցությունները գնացել է ու մեզ շուտով կասեն, որ օրերին է լինելու այդ ցուցահանդեսը, Նորվեգիայից հետո ուրեմն կունենանք ցուցահանդես Ֆրանսիայում, դա կլինի Մարսել, Նից, Կանն եւ հաջորդ ցուցահանդեսը Մոնակո, այսինքն գաղափարը շատ լավն է, պայմանավորվածությունը կա, արդեն շուրջ 2 տարի է այդ ցուցահանդեսների շարքը, որով որ պետք է տեղ ունենա, բանակցությունները արդեն 2 տարի է որ գնանում են։ Պետք է հիմա արդեն անցնեմ դեպի արևելքի երկրները, որտեղ որ պետք է ցուցահանդեսներ լինեն, արևելք ասելով դա Արաբական Միացյալ Էմիրություն, որտեղ մենք ունեցել ենք ցուցահանդեսներ, նույնպես մի քանի ցուցահանդեսներ, դա 92 թվականից սկսյալ, այսինքն մենք ունեցել ենք Արաբական Միացյալ Էմիրություն ցուցահանդեսներ, այդ ցուցահանդես, որ նախատեսում Արաբական Էմիրատ, ուրեմն Աբու Դաբի քաղաքում կլինի ցուցահանդես Դուբայ եւ Շարժա։ Հիմա մենք անդրադառնանք մի ուրիշ երկիր, որը Բախրեյնն է, ուրեմն Բախրեյնում կունենանք ցուցահանդես, բնականաբար մեր ներկայացուցիչները մի ամիս առաջ գտնվում էին Բախրեյնում եւ մեզ բարի լուր տվեցին, որ հանդիպումը իրենց մշակույթի նախարարության եւ տարբեր պաշտոնյաների հետ եկել են այն գաղափարին, որ մենք ունենանք բավականին մեծ ցուցահանդես եւ պետք է ասեմ, որ ի պատիվ մեր բոլորի լավագույն մեր քանդակագործներից Գարեգին Դավթյանը, որը որ
Բախրեյնի թագավորի ուրեմն այդ քանդակ արձանը ձիարձանը, որը որ վաղուց արդեն շուրջ մի 5 տարի առաջ արդեն պատրաստ է եղել, կարծում եմ կարժանանա իր ուրույն տեղը եւ կունենանք Բախրեյնի հետ հայ եւ Բախրեյնի արվեստագետների եւ ինչու՞ չէ ժողովրդի բարեկամության նվիրված, այսինքն այդպիսի ցուցահանդես։ Մյուս ցուցահանդեսը ես ունեմ այդպիսի արդեն ծրագրի մեջ 2 տարի է իմ անհատական ցուցահանդեսը ի պաշտոնե հրավեր կլինի Քուվեյթում, որը կկայանա կարծում եմ այս տարվա աշնանը, եւ մյուս ցուցահանդեսը, որը որ կկայանա արդեն Քաթարում, նույնպես բանակցությունները գնում են եւ բավականի մեծ բան է, այսինքն հնարավոր է հայ եւ արաբ արվեստագետների ցուցահանդես, այնպես որ ծրագիրը այդպիսին է։ Մայստրո, ուզում եմ խոսենք կար ժամանակով եք այստեղ, ուզում եմ իմանալ ինչքան ժամանակ եք, նու ես գիտեմ, բայց ուզում եմ հեռուստադիտողները նույնպես իմանան ինչքան ժամանակով եք այստեղ եւ որտեղ կարող են ձեզ հանդիպել զրույցներ։ Այո, ես եկա, այսինքն այս ընթացքում որպես այս երկու ցուցահանդեսների գաղափարներ հիմնականում մինչև ապրիլի 3-ը ես Ամերիկայում եմ, նրանց հետո պետքա մեկնեմ։ Իսկ ձեր հաջորդ այցը ԱՄՆ, երբ է նախատեսում, երբ կարող ենք սպասել ձեզ եւ նոր աշխատանքներով եւ նոր ծրագրերով, երբ տեսնենք ձեզ ԱՄՆ-ում։ Ուրեմն ձեզ ասեմ, որ հետաքրքիր է, որ ասոկամոք կարծում եմ, որ աշնանը մենք կտեսնվենք, դա կլինի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որտեղ ունենք շարք ցուցահանդեսներ, որը արդեն պայմանավորել ենք, կարծում եմ դա առաջի ցուցահանդեսը սկսվի Լոս Անջելեսի ուրեմն տարածքից եւ այդտեղից ուրեմն կունենանք ցուցահանդես Ֆրեզնո, Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք եւ Վաշինգտոն, այսինքն մոտ մի 4-ից 5 ցուցահանդեսներ արդեն նախատեսում է եւ ելի պետք է ասեմ բոլոր մեր ընկեր բարեկամներին շնորհակալ եմ, ովքեր որ աջակցում են, ովքեր որ հանձն են առնում այս կազմակերպչական բոլոր հարցերում։ Կարծում եմ դա Աստծո ամեն ցուցահանդեսներ Աստծո օգնությամբ է լինում։ Շնորհակալություն մայստրո մեզ հյուրընկալվելու համար։ Վերջում կրկին անգամ հարգելի հեռուստադիտողներ ուզում եմ հիշեցնել, որ մարտի 26-ին եւ 27-ին կայանա մայստրո Աբրահամյանի անհատական ցուցահանդեսը Իրանահայ միությունում։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարվի ամսի 26-ին, մարտի 26-ին ժամը 19:00-ին, երրորդ հարկում։ Հարցերի եւ առաջարկների համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարով 818 984 7464։ Շնորհակալություն, ցտեսություն։